Ողջույն հարգելի հայրենակիցներ, այսօր մենք հայտնվել ենք մի աբսուրդային իրավիճակում։ Թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող դավաճանը, Արցախը Ադրբեջանին հանձնած դավաճանը, Հայաստանի տարածքներում ադրբեջանցիներին բերած, նստացրած դավաճանը Անդրանիկ Թևանյանին է որակում որպես դավաճան։ Սա աբսուրդ է, ժողովուրդ, սա զառանցանք է, սա զավեշտ է պարզապես։ Այդ մարդը, որը իրականում մարդ անվանվելու իրավունք էլ չունի, հոգեվարքի մեջ է ընկել, հոգեխանգարմունքի մեջ է, զգում է, որ ոտքերի տակից հողը գնում է, զգում է, գիտի, տեղեկացված է, որ հունիսի 7-ի ընտրություններով ինքը պարտվում է, դրա համար էլ իրեն պատ է տալիս, դրա համար էլ գժվել է, դրա համար էլ խժխժում է, ճխճխում է, դրա համար էլ ապօրինի հրահանգներ է իջեցնում։ Հիմա էլ նոր նշաձող է սահմանել, այն ժամանակ SMS-ներով էր հրահանգները իջեցնում, հիմա արդեն know-how է իր մոտ, արդեն հանրահավաքների բեմերից է իրավապահ համակարգին հրահանգում, թե կոնկրետ հոդվածներ է նշում, ինչ հոդվածով, որ ժամին, որ օրը, երևի ասում էլ է, թե ինչ հագուստով պետք է այդ գործերը կարեն։ Ուրեմն Թուրքի առաջ կզածը, Թուրքի կոշիկները լիզողը, Թուրքի առաջ ծնկածը, ինքը Թուրքի լրտեսը, Թուրքի պահածը վախեցած է, վախենում է, որ պատասխան է տալու իր արարքների համար, որովհետև շատ լավ գիտի, թե ինչ ողբերգություններ է բերել հայ ժողովրդի գլխին, վախենում է, որ կրկնելու է Սաակաշվիլու ճակատագիրը, ինքը Սաակաշվիլուն տեսնում է և իրեն է պատկերացնում, բայց չգիտի, որ այդ Սաակաշվիլու ճակատագիրը լավագույն դեպքում է իր հետ լինելու, ժողովուրդ, ինքը երազելու է, որպեսզի Սաակաշվիլու օրը ընկնի։ Սիրելի ժողովուրդ, ինքը Անդրանիկ Թևանյանին կեղծ մեղադրանքներ է ներկայացնում, բայց ժողովուրդը շատ լավ գիտի և Նիկոլ Փաշինյանին, և Անդրանիկ Թևանյանին, և Նիկոլ, ինչպես Անդրանիկ Թևանյանն էր ասում, այս ապօրինի հրահանգը դու չես մարսելու, այս ոսկորը քո կոկորտն է մնալու, դու խեղդվելու ես, Նիկոլ։ Հետևաբար, սիրելի ժողովուրդ, հունիսի 7-ին գնում ենք ընտրատեղամաս և վռնդում ենք Թուրքի առաջ ծնկածին, գնում ենք ընտրատեղամաս և վռնդում ենք Թուրքի առաջ կզածին, գնում ենք ընտրատեղամաս և վռնդում ենք Թուրքի կոշիկները լիզողին, գնում ենք ընտրատեղամաս և վռնդում ենք Թուրքի լրտեսին, գնում ենք ընտրատեղամաս և ձևավորում ենք նոր ազգային իշխանություն։ Հունիսի 7-ին, համար 7-ին, հունիսի 7-ին